Thank you very much, guys. Այսքանով կավարտվի իմ անգլերենի խոսքերը, ես կանցնեմ հայերենին։ Եվ խնդրում եմ ինձ օգնեք, երևի տեղ պիտի նստեմ, հա, սովորաբար ոնց է, քայլում խոսում են, թե yes. Who is English speaker? I would like to, I mean only in English. Who? Only in English. Yes. You can be there and Sergey will translate for you if it's possible. Thank you. Кто из вас русскоговорящий? Русскоговорящий. То есть я правильно понимаю, что процентов, наверное, 10 русскоговорящих, процентов 5 англоговорящих и остальные 143% արգանագարիչ։ Բարի երեկո սիրելի բարեկամներ, ես երկրորդ անգամ պատիվ ունեմ ներկայանալ այս ֆորմատում, ես եղել եմ 7 տարի առաջ Campfire Talk ունեցել եմ, այն ժամանակ դեռևս Startup Summit-ը լրիվ ուրիշ մակարդակի վրա էր, եսի նկատի ունեմ այս ընթացքում մեր թիմի հնարավորությունների և մեր թիմի աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք ունենալ մեծ Startup Summit, ինչի առիթով շատ ուրախ եմ և ձեր ծափահարություններն եմ հայցում մեր չափազանց պրոֆեսիոնալ և համառ թիմին, որոնք որ կարողացել են հասնել թիմից հիմա ես տեսնում եմ Արսենին Հարությունյան և Տիգրանին Պետրոսյան։ Ինչևից է, ես առաջին անգամ չեմ այս ֆորմատում, այսինքն ընդհանուր առմամբ հասկացի մասին գնամ խոսքը, բայց շատ կուզենայի մի քիչ փոփոխություն մտցնել։ Ես երկու բառով կպատմեմ իմ մասին, որովհետև հատկապես երիտասարդ սերունդը, ովքեր էստեղ են, ինձ կարծում եմ, որ կարող են իմ կատարած աշխատանքների մասին մեծ տեղեկություններ չունենալ, ըստ դրա կստեղծվի տպավորություն, որ ինչ-որ մի հատ անհասկանալի մարդ եկել է երկնագույն գլխարկա գլխին և ինչ-որ բաներ է խոսում։ Եվ որպեսզի դա այդպես չլինի, ես երկու բառով ներկայանամ, հետո դրանից հետո իմ համար ավելի նախընտրելի ֆորմատ կլինի, եթե դուք ունենաք հարցեր, այդ իմ ներկայանալու ժամանակ ես ինքս արդեն կնախանշեմ այն ոլորտները, որից որ դուք հարցնեք, ես հաճույքով կունենամ ձեզ հետ դիսպուտ, պոլեմիկա և մենք կարողանանք ունենալ հետաքրքիր Campfire Talk։ Նաև տղաներին կխնդրեմ, որ ժամանակի տեսանկյունից ինձ ժամանակ առ ժամանակ ցույց տաք, թե ինչքան ժամանակ է խոսում եմ, որովհետև ես ունեմ նաև այդ պահին չկենտրոնանալու հնարավորություն։ Այսպիսով, ես երևանցի եմ, ծնվել եմ 1976 թվականին, դա շատ վաղուց էր, ես մոտավորապես ձեր մեծամասնության հայրիկների և մայրիկների տարիքին եմ։ Ես Երևանում ավարտել եմ Երևանի համալսարանին ֆիզմատ դպրոցը, այնուհետև ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ, ավարտել եմ, ծառայել եմ հայկական բանակում, վայեց ծառայելուն իհարկե, բայց նկատի ունեմ թեթև անցել ծառայությունը, մենք տենց ներկա են տղաներից իմ լավ ընկերները, որոնք նաև բանակում են ինձ հետ եղել, և հատկապես Արտուր Ղարայանը, նրան խնդրում եմ ձեր ծափահարությունները, որը որ մեր այս ամբողջ միջոցառումների գլխավոր օպերատորն է։ Այնուհետև գնացել եմ այդ ընթացքում սովետական միությունից ստեղծված դեռևս մի խաղ կար, կոչվում էր KVN, այդ KVN-ի սովետից հետո ևս KVN-ը շարունակվել է և այդ KVN-ով մենք հայկական թիմ ունեինք, այդ թիմով գնացել ենք, ունեցել ենք հաջողություններ, դա եղել է հենց այդ տարիներին, երբ որ ես ավարտում եմ ինստիտուտս, այնուհետև մնացել եմ Մոսկվայում և զբաղվել եմ տարբեր հեռուստատեսային նախագծերով և հատկապես այլ շատ կոնտենտ ստեղծման շատ տարբեր հանդիսացել եմ պրոդյուսեր և դրանցից շատերը դարձել են ռուսական կոնտենտ շուկայում հեղափոխական պրոյեկտներ, հեղափոխական բառը խնդրում եմ լավ ընկալեք, որովհետև դա շատ կարևոր է, դա այն չի, որ դուք կարող եք մտածել, այլ հեղափոխական ստեղծագործական, շատ կարևոր է։ Եվ դրանք դա եղել է Comedy Club ծրագիրը,
հերոստատեսային, որը որ մեծ վայելում է շատ մեծ համբավ Ռուսաստանում եւ պոստսովետական բոլոր երկրներում, ամբողջ ռուսերեն խոսող մոտ 250 միլիոն աուդիտորիայի համար հանդիսանում է հումորի եւ զվարճանքների գլխավոր ծրագրերից մեկը, այնուհետև դրա բազայի վրա 2005-7 թվականներին ստեղծել ենք մեծ production, այդ production-ով կարողացել ենք հասնել հաջողությունների, ունեցել ենք մեծ դիտողականություն, ունեցել ենք մեծ turnover, այդ turnover-ի հնարավորություններով ռեկորդային գնով, հիմա չեմ ուզում թվերի մեջ մտնել, որտեղ մեր խոսակցությունը այդ մասին չի, կարողացել ենք դա վաճառել, այդ վաճառքից հետո շարունակել ենք մեր աշխատանքը այդ նույն production-ում եւ հետո մի քանի այլ production-ներ եւս ստեղծել ենք։ Մի խոսքով ես կոնտենտի պրոդյուսեր եմ իմ առաջնային մասնագիտությամբ եւ Sevan Startup-ի co-founder եմ Հակոբ Հակոբյանի եւ իր թիմի տղաների հետ միասին եւ մենք արդեն 7-8 տարի է կայս ուղղությամբ կատարում ենք աշխատանքներ եւ այդ աշխատանքների մեջ կարեւորագույն էլեմենտներից մեկը դա venture-ային ֆոնդն էր, Ավակ Սիմոնյանն է համակարգում եւ ղեկավարում եւ co-founder-ն այդ venture-ային ֆոնդի բարձրացրեցինք ոչ այնքան մեծ գումար, բայց արդեն 3 տարի է մոտավորապես աշխատում ենք այդ ուղղությամբ եւ այդ venture-ային ֆոնդում ունենք հաջողություններ, հիմնականում pre-seed եւ seed ռաունդներում ենք ֆինանսավորում անում եւ նոր ինդուստրիալ ժամանակահատված է ինձ համար սկսում, որտեղ որ ես ունենալով պրոֆեսիոնալ մեծ բիզնես սկիլեր, այսպես ասած, ձեր երիտասարդական բիզնես լեզվով ասած, մտել եմ venture-ային աշխարհը տղաների ներգործությամբ եւ մասնակցությամբ եւ արդեն այդ venture-ային աշխարհում եւս ունենք լուրջ հաջողություններ։ Ես ինքս դրանից բացի շարունակում եմ կոնտենտային պրոդյուսերական աշխատանքները եւ Ամերիկայում եւ Ռուսաստանում եւ մեկ-մեկ նույնիսկ փորձեր ենք անում Հայաստանում ինչ-որ բաներ անել, բայց ավելի հիմնական եւ ավելի կարեւոր գործունեությունը եւ խոսակցությունը այսօր ես պատրաստ կլինեմ ձեզ հետ խոսել venture-ային ֆոնդերի դրանց աշխատանքների մասին եւ ինչն ավելի կարեւոր է, որտեղ ես ձեզ կարող եմ պետք գալ, եկեք այդպես ասեմ, որպեսզի շատ ավելի էֆեկտիվ ստացվի մեր խոսակցությունը։ Ես ունենալով ուրիշ մասնագիտական, այսինքն մի քանի բան, որ ես կուզենայի պրինցիպալ նշել, լինելով Ֆիզմատ դպրոցի շրջանավարտ, որը որ իմ համար շատ կարևոր հանգամանք է, լինելով Երևանցի եւ ասենք հայկական բանակում ծառայած մարդ, լինելով Ռուսաստանի բիզնեսը լիարժեք պատկերացնող եւ կոնտենտային բիզնեսի մարդ, մտնելով venture-ային աշխարհ եւ արդեն գրանցելով այնտեղ որոշակի հաջողություններ, ինչ ընդհանրություններ եւ ինչ տրամադրություններ եւ դրանց փոփոխությունները կան եւ կարող են լինել, ես կարծում եմ, որ այս փիլիսոփական թեման է, որի մասին մենք կարող ենք խոսել։ Եթե ինձ հարցնեիք, ես ձեզ կմղեի դեպի այն կետը, որպեսզի ձեր հարցերը ավելի շատ լինեին ոչ թե այն մասին, թե ինչ է արվել, երբ է արվել, ոնց է արվել, այլ մի քայլ ավելի խորը, մի քիչ ավելի խոհափիլիսոփայական մասին անդրադառնանք, որովհետև դուք հիմա գտնվում եք այն տարիքում եւ այն պահանջարկը գա ձեր հոգեկան, որ դուք առաջնային կերպով ուզում եք հաջողություններ գրանցել, ուզում եք գումարներ աշխատել, ինչը շատ լավ բան է, շատ մեծ բան է, բայց ես ուզում եմ, որ այսօր մենք փորձենք իրար հետ մտածել, թե դուք ինչու եք այդ ուզում։ Այդ մի քիչ ավելի կարևոր հարց է եւ այդ արժեքներից մինչև փիլիսոփայական մտքեր, եկեք փորձենք այդ ուղղությամբ շարժվել։ Դուք ձեր համար դա առաջնային դերակատարում չունեցող երևույթ է, ինչի մասին որ մենք խոսում ենք։ Եթե շատ խեղդող հարցեր լինեն, ես պատրաստ եմ, եթե ես եմ այդ կոմպետենտ մարդը, որովհետև դուք ստեղ հնարավորություն ունեք շփվելու շատ լուրջ ու շատ հետաքրքիր տարբեր մարդկանց հետ, ես գուցե կլինեն հարցեր, որտեղ որ ինձանից շատ ավելի արհեստավարժ, պրոֆեսիոնալ մարդիկ կլինեն, որոնք որ կարողանան ձեր հարցին պատասխանել։ Դրա համար ես փորձում եմ նախանշել այն դետալները, որտեղ որ ես ըստ իս ունեմ ասելիք։ Ես միջև վերջ վստահ չեմ եւ անկախ իմ այսպես կոչված գրանցած հաջողություններից եւ արդեն տարիների փորձից, ես այտենց վստահություն չունեմ իմ հաջողությունների կամ իմ մտքերի ճշտության մեջ եւ կարծում եմ, որ սովորական մեկն եմ, որը որ շատ տարբեր կարծիքներ ունի,
որոնցից շատ-շատերը կարող են լինել նույնիսկ ոչ այնքան նպատակահարմար եւ խելքին մոտիկ։ Եթե թույլ տաք, ես արդեն անդրադառնամ ձեզ, եթե դուք ունեք հարցեր, եթե դուք ունեք ասելիքներ, ես հաճիկով դրանց կպատասխանեմ։ Խնդրեմ դուք ձեր ձեռքը բարձրացրել եք, ասեք։ Ասեք, ես կկրկնեմ ձեր հարցը։ Բարև ձեզ Կարեն, չէ՞ դու ասեի հիմա, որպես պայծառատես, այո, բայց դուք ես չեմ ճանաչում, ուղղակի ասի հումոր էր այդ ասում։ Ես անկեղծ չեմ ճանաչում, հարգելի։ Ինչպես եք տեսնում այս AI ժամանակաշրջանում ապագան մասնագիտությունների տեսանկյունից։ Այսինքն ես հիմա ունեմ աղջիկ, որը 16 տարեկան է, ու կա շատ լուրջ խնդիր մասնագիտություն ընտրելու։ Դուք որ ոլորտում եք տեսնում կամ ինչ խորհուրդ կտաք թեկուզ այստեղ հավաքված երիտասարդությանը, որ ուղղությամբ մտածել, աշխատել։ Եկեք զատենք ձեր հարցը երկու մասի, որովհետև մի մասը AI եւ մասնագիտություններն են, երկրորդ մասը թե ես գուցե նաեւ ըստ դրա կամ ոչ ըստ դրա, թե ինչ խորհուրդ կտայի։ Եկեք ես առաջին մասը ասեմ իմ կարծիքը, այստեղ շատ կարևոր է, որ հենց սկսում ենք այդ հարցից, որովհետև մեծ հաշվով դա ժամանակի ամենակարևորագույն այն երևույթն է, որը որ բոլորիս գլխում է, գուցե ոչ առաջին, բայց երկրորդ, երրորդ տեղերում որպես բառներ չեմ կարողանում գտնել, անհանգստացնող կամ հետաքրքրող, որտեղ որոշ մասին դա անհանգստացնում է, որտեղ տեսնում են դրա մեջ վատ ապագա, որոշ մասին դա չի անհանգստացնում, բայց ինչևից է այդ հարցը հետաքրքրում է։ Ես կարծում եմ, որ իհարկե դրա մասին պետք է խոսել։ AI-ը իմ կարծիքով եւ մասնակցելով էլի նորից հղում անեմ մեր վենչուրային ֆոնդի տարբեր պոլեմիկաներին եւ ունեցած մեր տարբեր խոսակցություններին, իհարկե մենք տեսնում ենք, մեկ անմիջական մասնակիցն ենք նրա, որ տեսնում ենք, որ համընդհանուր AI-ի եւ ուբերիզացիայի եւ ավտոմատիզացիայի process-ների գիտահետազոտական այն ժամանակահատվածն է աշխարհը թևակողել, որ այսպեսին չի եղել, կամ գուցե ասենք համեմատենք այս AI-ի գյուտը կամ այս AI-ի զարգացումը ընդհանուր առմամբ ինտերնետի հետ, այսինքն ինքը ինտերնետի առաջացումի պես մի հզոր երևույթ է, որը որ առաջանում է, որը ինչևից է նշանակում է, որ դա օպտիմիզացնելու է մի շարք process-ներ։ Օպտիմիզացնելով process-ները դա նշանակում է, որ այդ մարդիկ մնալու են, շատերը դրանցից մնալու են անգործ ինչևից է։ Բայց եկեք այդ հարցին ոչ թե նայենք այդ համատեքստում, որ մարդիկ մնալու են անգործ, այլ նայենք այն համատեքստում, որ մարդիկ ստիպված են լինելու տրանսֆորմացվել ըստ դրա։ Խոսքս իհարկե բնականաբար կլինեն մարդիկ, որոնք որ տարիքի բերումով, մի շարք կյանքի հանգամանքների բերումով ունակություն չունեն տրանսֆորմացվելու, որովհետև ասենք գտնվում են մի այլ տեղ կամ կյանքի իրադրությունը ուրիշ կերպ դասավորվել, բայց ինչևից է մենք պետք է հասկանանք, որ շատ մասնագիտություններ AI-ը ուտելու է։ Սա ակնհայտ է եւ արդեն եթե այսօր մենք արդեն հասկանում ենք, թե ինչ քանակությամբ իրավաբանական թղթաբանությունը AI-ի միջոցով հնարավոր անել, այդ արդեն օրինակ գործող մի շարք իրավաբանների ժամավճարի եւ ընդհանուր turnover-ի վրա պետք է որ մեծ ազդեցություն ունենա, ինչ խոսք, որովհետեւ արդեն այդ մարդիկ մի շարք բանվոր դասակարգային իրավաբանական գործողությունների մեջ աշխատանքներ չեն կատարում։ Քայլ առ քայլ կամաց իմ անձնական մոտեցմամբ, իմ անձնական կարծիքով ամենակարևոր մասնագիտությունը եւ ոլորտը, որը որ առաջին տեղով AI-ը ամբողջությամբ վերացնելու է, այսինքն օպտիմիզացիան լինելու է մոտ առապես 90%, դա բժշկությունն է։ Որովհետեւ բժշկությունը եթե լինելու է այն բարոկամերան, որտեղ դու կարողանում ես հայտնվել, որտեղ որ տարբեր կաթետրներով քեզ կպնում են եւ իրանք մի հատ դատայով կարողանում են քեզ համեմատել եւ ասենք այդ ռենտգենը, MRT-ն եւ մնացած ամեն ինչը տեղի ունենում այդ րոպեին, էլ ինչ կարիք կա, որ ինչ-որ մի հատ մարդ քեզ ինչ-որ մի բան ասի։ Ավելին ասեմ, այդ կաթետրները կտեղադրվի քո վրա, դեղերն էլ ժամանակ առ ժամանակ պետք է գնաս, որ իրանք այդ զապրավկան անեն դեղերի, որ կամաց դու քո օրգանիզմդ ընդունի այդ ամեն ինչը եւ հանգիստ շարունակես այդ աշխատանքը։
Ինչևից է նորից եմ ասում, սա հերթական պրոգնոզ է, եթե մենք կարողանայինք այդ պրոգնոզները լիարժեք հասկանալ, մենք հիմա շատ ավելի մեծ հաջողություններ կգրանցեինք, նույն ասենք այդ պրոգնոզները հիմքն են նրա, թե հետո հետագա շարժումները կամ գիտա հետազոտական առաջընթացը ուր է գնալու եւ ըստ դրա, ասենք բորսաների գները կամ չգիտեմ ինվեստիցիոն գործողությունները ամեն ինչ լիարժեք փոխվելու է։ Բայց եկեք նորից օպտիմիզացիաներից բացի նաև հասկանանք մի բան, որ վերջինը AI-ը ուտելու է ստեղծագործական մասնագիտությունները, կոմպոզիտորներին, սցենարիստներին, օրինակ այսօր արդեն մեր հյուրն էին Կարեն Կարագուլյանը եւ Աչե Թովմասյանը, ձեր ծափարությունները իրանք գնացին արդեն չմոտեցան, իրանք Օսկար շահած Անորա ֆիլմի գլխավոր դերասաններն էին, հենց իդեպ իրանց հետ դրա մասին էինք խոսում, Վաչեն պատմում է, որ արդեն AI հնարավորություններով դերասաններին կարիքը դերասանների չի լինելու, որովհետև դրա հարցը չկա, որտեղ դու AI-ով կարողանում ես այդ սկեթչը կամ ասենք, չգիտեմ, այդ դերը ամբողջովին կատարել։ Ես էլ կես կատակ, կես լուրջ իրենց ասում եմ, որ դուք արդեն այդտեղ անհանգստանալու ոչ մի բան չունեք, որտեղ դուք հայտնվեցիք գնացքի այն հատվածում, որը գնաց, դուք արդեն պոպուլար եք։ Թող մնացածը մտածեն, որոնք որ չեն գնաց, բայց այդ եթե մի կողմ դնենք, իրականությունը իմ կարծիքով այլ լավ։ Այդ ստեղծագործական օրինակ հատկապես սցենարական աշխատանքի առումով եւ կոմպոզիտորական, այսինքն երաժշտություն հղացնելու, մտահղացնելու երևույթները վաղուց արդեն կան եւ դրանք շատ են, բայց դրանց պահանջարկ չկա։ Այնքան չի։ Ես չեմ պատկերացնում, թե ինչ նոր machine learning-ի տեսակներ պետք է առաջանա, որպեսզի երաժշտությունը դառնա ավելի ցանկալի, որովհետեւ դա իր մեջ ինչ որ մագնետիզմ է պարունակում, դրա մեջ ինչ որ երևույթներ կան, որոնք որ համեմատելի չի եւ համադրելի չի շատ ավելի ճշգրիտ մասնագիտությունները։ Իսկ եթե զատում անցկացնենք, կլինի այսպես, որ ճշգրիտ մասնագիտությունները առաջնային կերպով գնալու են AI-ին զոհ, ոչ ճշգրիտ մասնագիտությունները, որտեղ մարդու ներգործությունը ավելի կարևոր դերակատարում ունի, դրանք ունենալու են մի քիչ ավելի երկար ապագա։ Ես էլ ձեր պես անընդհատ դրա մասին մտածում եմ, հիմա արագ անցնեմ երկրորդ հատվածին, մասնագիտություն ընտրելիս ես մտածում եմ, որ առաջարկ պահանջարկ համատեքստով որոշում ընդունելը դա ընդամենը մի 20-25%-ն է։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, որ դուք փորձեք գտնել այն կետերը, որտեղ որ ձեր երեխայի մոտ առաջացնելու են ավելի քիչ մտավոր աշխատանք կամ ասենք հակացանկություններ եւ իրեն ուղղորդեք դեպի հենց այդ մասնագիտությունը, անկախ նրանից թե այդ մասնագիտությունը ինչ ապագա է ունենալու ըստ AI-ի համատեքստի։ Համենայն դեպս ես 4 երեխայի հայր եմ եւ հենց այդ ճանապարհով եմ գնում, օրինակ իմ 20 տարեկան որդին, որ ապրում է Լոս Անջելեսում, ինքը քիմիկոս է։ Ես կոմունիկացիոն սկիլերի մասնագետ եմ, բայց ինքը իմ ճիշտ հակառակն է, այսինքն ինքը ֆունդամենտալ գիտության մեջ է խորացել եւ ընդհանրապես մի խոսքով էլ շարունակեմ։ Ուզում եմ ասել, որ իմ խորհուրդը ձեզ այդպեսին է, եթե բավարարված եք, անցնենք առաջ։ Из русской части можно попросить кого-то на русском языке, вдруг как раз поймем, кто что понял из этого всего. Это прекрасно. Начнем с третьего вопроса. Который связан именно вот с этим, что вы только что говорили. Вот мне, допустим, кажется, что все эти профессии, как актеры, писатели, там, поэты и так далее, и певцы, что это нельзя просто так заменить, потому что AI не настолько много души, насколько у людей, и у них нет таких эмоций, чтобы они писали то, что всем нам понравится. Я с вами на одной стороне с точки зрения эмоций, психики и восприятия этого вопроса, но дело в том, что математически не подсчитано то, что зависимость такая существует, такая как эмоциональная, душевная зависимость от созданного материала. Мы это все воспринимаем и к этому так относимся. Но что это в реальности означает? У нас нету расчета. А AI, в отличие от многого
другого, о чем мы здесь говорим и так далее, является абсолютно точной. То есть это абсолютная математика. То есть как только мы говорим о математических реалиях, это основа AI. Я как физмат-выпускник к этому отношусь именно с этой точки зрения. А так, безусловно, понимаю, что так получится, но более глубинные представители AI-индустрии наверняка вам ответят на этот вопрос. Ես ասեցի, որ մեր հյուրը հարցնում այն մասին, որ կարծում է, որ AI-ը չի կարող հոգով ստեղծել տարբեր պրոդուկտներ, չի կարող ստեղծել երաժշտություն, սցենարներ կամ ինչ-որ այլ երևույթներ, որոնք որ կլինեն մարդուն այդքան հոգեհարազատ, այդքան մոտ։ Ես ասեցի իմ կարծիքը այն մասին, որ բանը նրանում է, որ AI-ը ինքը դա Իրանից ներկայացնում է լիարժեք մաթեմատիկական հաշվարկի վրա հիմնված մի շարք ծրագրերի համադրում, ըստ որի որ էմոցիային վերաբերվել որպես հաշվարկ եւ հասկանալ թե այդ էմոցիան ինչպես հաշվարկել կամ ինչ անել, այսինքն ես մտովի իր կողմից եմ հասկանում եմ, որ ճիշտ եւ լավ կլինի, որպեսզի մենք հասկանանք, որ աստվածային է այդ ամեն ինչը, այսինքն դա հոգունն է, դա այնա, որ ինչ-որ մի պատճառով, ինչ-որ մի բանը քեզ դուր է գալի, ինչ-որ մի բանը քեզ դուր չի գալի, դա կտևի այնքան ժամանակ, մինչև որ դա կվերածվի մանր մաթեմատիկական ֆորմուլաների եւ դա եւս կհաշվարկվի եւ դա էլ կկարողանան անել։ Այլ հարցը թե ինչ արագությամբ եւ երբ դա տեղի կունենա, բայց ակնհայտորեն ուղղակի ես պնդում եմ, որ դա կլինի վերջինը։ Այսինքն ես հասկանում եմ, որ առանց դրա հնարավոր չի, բայց միևնույնն է ուշ թե շուտ մենք դրան ցավոք սրտի գուցե հանգելու ենք, բայց ես իհարկե եւս սովորական մարդ եմ եւ կարծում եմ, որ լավ կլինի, որ ասենք եթե AI-ը ունենա պետական կամ ասենք վերպետական տարբեր համակարգերի կողմից ստեղծված ռեգուլատորներ, որ այդ դրա, այսինքն դրա մեջ չխորանան, այսինքն դրա ֆինանսավորումը որոշ հատվածների կամ ասենք գոնե թե կանոնակարգվի ժամանակի առումով։ Ուղղակի մենք նաև հասկանում ենք, որ մենք թևակողել ենք նեն ժամանակաշրջան, երբ որ ռեգուլատորների դերակատարումը մեկը լինի այդ ռեգուլատորների դերը ռեգուլյացիա անի, այսինքն իրանք ընդհանրապես ոչ մի բանին այտենց առանձնապես պիտանի չեն։ Որոշ դեպքերում որոշ երկրներ առժամանակ հասնում են հաջողության, բայց ընդհանուր առմամբ ռեգուլատորները այս թվային աշխարհում դες մեծ դեր չունեն։ Խնդրեմ ձեր հարցը։ Իմ անունը Մոնթե է, ես ունեմ sense մի հատ խնդիր, շրջապատված եմ շատ տաղանդավոր մարդկանցով ու մի հատ վիճակագրության հանդիպեցի, ամենայն հարգանքով չին ժողովրդին, այդ մեծ ցիվիլիզացիան ավելի քիչ դասական կոմպոզիտոր ա տվել մարդկությանը, քան մեր պուճուր համեստ ազգը։ Պայմանական ինչ-որ կոնսերվատորիա կարանք վերցնենք, այդ ցանկի մեջ տեսնենք ինչը խոսում է մեր ազգի կամ մեր հասարակության ստեղծարար տաղանդների մասին։ Ես շրջապատված եմ մարդկանցով երաժշտության ոլորտի, սպորտի ու ընդհանրապես ստեղծագործական մարդկանցով, ովքեր ունեն մի խնդիր։ Իրանք իրանց պրոդյուսերների հետի կոնտրակտը երևի կազմում են այն կերպ, որ պրոդյուսերի բիզնես շահը ու ստեղծագործողի ստեղծագործ մուսաները երբեմն սկսում են հակասել իրար ու մարդիկ նախընտրում են ինչ-որ միտեղ, ինչ-որ մի օֆիսում աշխատանք անեն, որպեսզի իրենց արվեստը իրենց միջից դուրս գա մաքսիմում մաքրությամբ, մաքսիմում անկեղծ, բայց պրոդյուսերներին էլ պետքա ծախվող երաժշտություն օրինակ։ Ինձ հետաքրքիր է ինչ տեսք պետք է ունենա այն ժանրի ներկայացուցիչների ում պահանջարկը մեր շուկայում չկա, բայց իրանք շատ տաղանդավոր են, ինչ տեսք պետք է ունենա այդ կոնտրակտը, որը համ պրոդյուսերին ձեռնտու լինի, համ այդ արտիստին ու այդ մարդկանց տաղանդը չմսխվի։ Եթե կարելի է Մոնթեին միկրոֆոն տվեք, որովհետև ես իրան հարցեր եմ տալու։ Շատ լավ։ Նախ դուք տվեցիք մի քանի հարց, հատկապես առաջին հարցը իմ համար այդքան հասկանալի չի, ինչքանով կապ ուներ երկրորդ հատվածի հետ, բայց փորձենք առաջին հատվածից, որտեղ որ Չին ազգի ներկայացուցիչները եւ երաժշտությունը, հա, ես ճիշտ եմ հասկանում։ Այո։ Ես նախ ասեմ, որ ես համեստ կարծիք եմ հայտնելու, ես ընդհանրապես փորձում եմ այտենց մեծ մատերիալների մասին նույնիսկ կարծիք չհայտնել, որովհետեւ դա պատմահեն եւ գիտահեն անալիտիկա պետք է լինի, որպեսզի կարողանանք այդ հարցերին պատասխանել, բայց ինչևից է նաեւ որպես մտածող մարդ, ես դες մի բան ասեմ, իսկ ինչ չափորոշիչներով եք դուք այդ, այսինքն դուք ինչ երաժշտություն եք վերցնում, դասական, որ ասում եք այդ դասականը ունի
250,000 տեսակ։ Զուտ ուզում եմ իլյուստրացիա։ Եկեք ավելի հեշտացնենք, ֆուտբոլ։ Չինացիները ֆուտբոլ էլ չունեն։ Ինչն է դրա պատճառը։ Երևի դպրոցի բացակայությունը։ Բա ինչի՞ չեք մտածում, որ դասականում կարող նույն բանն լինի։ Փակ երկիր է եղել լրիվ ուրիշ աշխարհամասում եւ լրիվ ուրիշ տրադիցիաների վրա նստած, լրիվ ուրիշ կերպ զարգացած եւ լրիվ ուրիշ կերպ հաջողությունների եւ մի շարք բաների հասած, հատկապես երբ որ իրանց վերելքը նախորդ դարի կեսերից եւ հատկապես ինչ որ գլոբալ հաջողությունները սկսել են գրանցել 80-ականների սկզբներից, կեսերից եւ վերջերից եւ հիմա նոր։ Այսինքն այդ մարտիկ որտեղից պիտի ունենան այն երևույթի նկատմամբ գլոբալ հաջողություններ, որը որ հենված է եվրոպական միջնադարի եւ Յոհան Սեբաստիան Բախի վրա, մոտավորապես պատկերացնում եք ինչ մասին եք խոսում։ Ես անգամ հասկացա ինչ եք ասում։ Այսինքն ուղիղ հենց այդտենց շոտլանդացիները խնդիր ունեն կոնֆուցիանության հետ, որովհետեւ կոնֆուցիան ընդեղից է, այնտեղ բոլորն ապրում են այդ տրամաբանության մեջ։ Ну չգիտեմ, մի քիչ ընդհանուր է մեր խոսակցությունը, բայց իմ կարծիքը ես ըստ դրա եմ ըստիս արտահայտում։ Ես կարծում եմ, որ ազգերը տարբեր են, բոլորի դպրոցները եւ բոլորի երևույթները եւ շրջապատող շատ շարժառիթներ շատ տարբեր են եւ ըստ դրա բոլորի մոտ կա մեծ իհարկե տարբերություններ եւ հենց դրանով աշխարհը բազմազան է եւ դա շատ լավ է։ Այսինքն իսկ ինչի որ վերաբերվում է դուք փորձեցիք համեմատական անցկացնել մեր հանրահայտ հայ ազգի երևույթներին, ես անընդհատ փորձում եմ դրան իհարկե առանց մեզ նսեմացնելու, որտեղ մեծ սեր ունեմ իմ ազգի նկատմամբ, բայց նաեւ մի քանի օբյեկտիվ բան նկատել։ Երևի այստեղ ասելիքիս մեջ գուցե ոչ այնքան ուղիղ ձևով է կապված ձեր հարցի հետ, բայց եկեք ուշադրություն դարձնենք նրա վրա, թե ում ենք տվել մենք աշխարհին։ Եվ որպեսզի հասկանանք ում ենք տվել մենք աշխարհին, մենք պետք է հասկանանք, թե term sheet-ը մենք ինչի մասին ենք խոսում, որտեվ ասենք կարող է ձեր հարևան Ռուդիկը ձեր կարծիքով աշխարհի ամենալավ ռշտապ լավ սարքողն է, ընդունենք։ Բայց այդպես կատեգորիա չկա, այսինքն մենք պետք է կատեգորիզացնենք, մենք պետք է հասկանանք, թե ինչի մասին ենք խոսում։ Նույն դասականում, չէ, ասենք աշխարհում մենք ունենք Արամ Խաչատուրյան տված, չէ, Արամ Խաչատուրյանից բարձր ոչ մեկ չունենք հայ ազգի։ Կոմիտասը ես անպայման ես ինձ դրան եմ ուզում բերել։ Պետջբերման քանակի առումով իհարկե Կոմիտասից բարձր է Արամ Խաչատուրյանը։ Բայց Արամ Խաչատուրյանը դարձել է Արամ Խաչատուրյան այն ինֆորմացիոն շլյուզերի հիման վրա, որոնք որ իրեն տվել է սովետական միությունը։ Այսինքն եկեք մի հատ նաև զատենք մի բան, թե այդ հայկականը, որ դառնում է պոպուլյար, այդ որ մի հայկականն է, որը որ դառնում է պոպուլյար եւ գնում է մինչեւ ամենավերջը հայկական գծով, այլ ոչ թե որովհետեւ մարդկությունը մեծապես ճանաչում Արամ Խաչատուրյանին որպես սովետական կոմպոզիտոր։ Խորը իմացողները ճանաչում են որպես հայ կոմպոզիտոր։ Ի տարբերություն օրինակ Կոմիտասի, որին որ գուցե ճանաչում են ոչ այնքան շատ ինչքան Արամ Խաչատուրյանին, բայց ճանաչողները ճանաչում են որպես հայ։ Ստեղ նաև մի հատ ուրիշ հարց կա իմիջիայլոց ձեր ասած ռեպլիկայի վրա, Գարիկ Չուկասյանը ողջունեք, խնդրում եմ մեր հայկական բոլոր ստարտափների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների կարևորագույն պապիկ եւ պապիկից վեր ոնց է կոչվում, պապիկից մի հատ նախապապը, ապու պապը։ Տարբերությունը նաև կայանում է նրանում, որ այդ վարժությունը շատ արել ենք նաև ռուսների մասին խոսելիս։ Կոմիտասը մեր համար իհարկե ավելի կարևոր է, քան Խաչատուրյանը, բայց դրանք շատ տարբեր բաներ է, թե ով է մեր համար ավելի կարևոր, ու իմ կարծիքն եմ ասում, այստեղ ճշգրիտ պատասխան չկա։ Մեր համար կարևորությունը եւ աշխարհի կողմից ճանաչելիությունը, սրանք շատ տարբեր բաներ են։ Օրինակ ռուսների մոտ ամենակարևոր ռուս բանաստեղծը դա Ալեքսանդր Պուշկինն է, բայց աշխարհին ավելի հայտնի են Դոստոևսկին, Տոլստոյը, Չեխովը, Նաբոկովը, Բուլգակովը եւ մնացած, այսինքն սա շատ մեծ կարևորություն կա, թե մենք ինչի մասին ենք խոսում, աշխարհը պետք է ճանաչի, թե պետք է այդ մարդկանց այդ տարբեր շարժառիթներով այդ ազգի ներկայացուցիչները ճանաչեն եւ ընդունեն եւ ընկալեն։ Հիմա ձեր ասած, որպեսզի չմոռանանք մեր խոսակցությունների մեջ, կհիշեցնեք երկրորդ մասը ինչն էր, որ դուք ասում եք, հա, պրոդյուսերները եւ նրանց ընտրությունը երաժշտության եւ մնացածը։ Ինչպես կազմակերպել արտիստի ազատ ստեղծագործ process-ը, որը ձեռնային Հիմա քանի որ մեր շուրջը մարդիկ են, որոնք որ հիմնականում IT ինդուստրիայի ներկայացուցիչներ են, այդ հարցը շատ ակտուալ է եղել մինչև 2005 թվականի ապրիլի 23-ը։ Գիտեք ինչ է եղել 2025 թվականի ապրիլի 23-ին։ Առաջին YouTube ռոլիկն են դրել եթեր։
Երբ որ YouTube-ը սկսել է առաջանալ եւ դրանից հետո կա սոցիալական հարթակներ եւ YouTube, պրոդյուսերի աշխատանքը դարել է 1/9 այն աշխատանքից ինչ որ առաջ է։ Այսինքն առաջ պրոդյուսերը ուներ հնարավորություն թելադրելու։ Հիմա պրոդյուսերը թելադրելու էլի թելադրում է, բայց արդեն ինչ որ սոցիալական սկիլերի հարաբերվելու ինչ որ տեխնոլոգիայի միջոցով է դա անում։ Հիմա եթե այդ մասը նախ ասեցի, որպեսզի ֆիքսենք այդ մասը, հիմա անցնենք պրոդյուսերի եւ երգիչ փոխհարաբերություններին կամ երաժիշտ կամ սցենարիստ կամ մնացածը։ Իսկ ինչով եք դուք չափում, որ երաժիշտի մտածածը շատ ավելի կարևոր է, քան պրոդյուսերն է, ինչ եք տենց կարծում։ Ես չեմ կարծում այդպեսին, ես հարցնում եմ ինչպես չսահմանափակել ստեղծագործական ազատությունը, այսինքն մարդը ստիպված է այդ աշխատանքով։ Բայց դա չէ որ վերաբերվում է նաև պարկետ խփողներին։ Ոչ։ Ոնց ոչ։ Բա պարկետը որ խփում ես, ինչ որ մեկի համար չես խփում, թե դու քո համար ես խփում։ Զակազչիկը կոնկրետ զակազ է։ Իսկ երկի դեպքում ինչի զակազչիկ չկա։ Որովհետև կա կոմերցիոն երաժշտություն եւ ոչ կոմերցիոն երաժշտություն։ Դե ոչ կոմերցիոն պարկետ խփողներ կան, պրոստը մենք իրանց չենք ճանաչում գուցե։ Այդ ժանրի ներկայացուցիչները ուրիշ երկրներում ունեն այն foundation-ները, որոնք իրանց տալիս են այդ ֆինանսը։ Այդ կոչվում է soft money, տարբեր տեղերում կան տարբեր հասարակական կազմակերպություններ, Արմեն, ավելին, ես շատ մեծ կողմ եմ այն առումով, որ պետությունները պետք է ունենան, օրինակ օպերայի եւ բալետի թատրոնը չպետք է կոմերցիալիզացված լինի կամ ֆիլհարմոնիկ օրկեստրները, իհարկե ինչ խոսք, որովհետեւ ժամանակակից երաժշտության շատությունը եւ այդ բոլոր խայտաբղետությունը չի ենթադրում, որ կարող է հանկարծ, այսինքն այդտեղ կա մեկենասների ինստիտուտ, այդտեղ կա հովանավորների, այդտեղ կա այդ այն հովանավորները, որոնք որ հովանավորում են տարբեր ֆիլհարմոնիկ կամ օպերային կամ գուցե նաև ասենք թատերական այլ երևույթներ, որոնք որ կոմերցիոն չեն։ Ինչ խոսք։ Մենք հասկանում ենք ինչի մասին է խոսքը, բայց ուզում եմ ասեմ այդ ինստիտուտներն էլ կա։ Հիմա եթե անդրադառնանք նորից հենց այն հարցին ինչի մասին որ դուք խոսում եք, ուրեմն երաժիշտը, որը ուզում է իր մաքուր երաժշտությունը անել, ուրեմն ինքը պետք է գտնի այն համապատասխան պրոդյուսերին, որի միսիաներից մեկը հանդիսանում է նաև այս մարդու մաքուր արժեքը լիարժեք բերելու հասցնելու այն դաշտ, որտեղ որ դա հասցնել է։ Դուք միանգամից վերցնում եք ձեր գլխում, հա, ես չեմ ճանում, ես դրա մեծ պրոֆեսիոնալը չեմ։ Գիտեք, շատ ֆաունդեյշններ կան, դա վերաբերում է art house ֆիլմերին եւս, որովհետեւ օրինակ դուք տարբեր ֆիլմեր կարող եք մտահղացնեք, որոնք որ ունենան soft money, շատ եվրոպական տարբեր հասարակական կազմակերպություններում, չգիտեմ, post-սովետական, ասենք, բանը, Հայաստանում նույնիսկ այդպիսի կազմակերպություններ կան, Ավստրալիայում եւ այնտեղ մի շարք հանգամանքներ կա ստեղծված, ըստ որի որ մարդու համար ստեղծում են հնարավորություն, եթե դու ունես մի միտք, որ չի կոմերցիոն շատ նպատակներ չունի, որ կարողանաք իրակի կատարածել այդ ձեր ասածը։ Ես այս պահին կդժվարանամ մտաբերել շատ կոնկրետ անուններ, բայց կարծում եմ, որ այդ դրա լուծումը այդ է։ Ես առաջարկում եմ անցնենք, եթե բավարարված եք։ Շնորհակալ եմ, համապատասխանի համ ձեր գործունեության համար։ Խնդրեմ, ասեք դուք։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ ձեզ հարցնեմ որպես ստարտափերի ոլորտի մասնագետ եւ որպես Startup Summit-ի համահիմնադիր։ Մենք առաջին անգամ ենք այստեղ ներկայացվել, ես եւ իմ ընկերը հայ-ռուսական համալսարանի ուսանողներ ենք ու մենք լուծել ենք խնդիր, որպես եւ ստարտափը Իրանից պահանջում է, մենք մեր համալսարանում ստեղծել ենք ինժեներական ակումբ, որը նախատեսում է ուսանողների պրակտիկ աշխատանք, այսինքն մենք ստեղծել ենք հարթակ, որտեղ ուսանողները կան աշխատեն։ Ու այդ հարթակում մենք ստեղծել ենք, մտածել ենք տարբեր պրոյեկտներ, որոնք ի սկզբանե մտածում ենք ներկայացնենք որպես ստարտափ։ Իմ հարցը այսպեսին է. ինչ ֆորմատով մենք կարանք հենց այդ ակումբը ներկայացնենք որպես նախագիծ ու ինչքանով հենց այդ ակումբը կարա հանդիսանա ստարտափ։ Մենք հենց այդ գաղափարն եմ ուզում հարցնել։ Ես հարցը հասկացա, իհարկե դուք ունեք ակումբ, հասարակական ուսանողական հիմունքներով ստեղծված, այդ ակումբը ունի երկու ոտք, որի վրա որ կանգնած է, ոտքերից մեկը դա այն պրոդուկտներն է, որ այդ ակումբը տալիս է, ոտքերից երկրորդ եւ հիմնականը այդ ակումբը հենց ինքը իրանով հանդիսանում է պրոդուկտ, որովհետեւ դա մի դարբնոց է, որը որ ստեղծում է նոր ինչ որ տարբեր շատ ասենք ստարտափեր կամ ինժեներական գաղափարներ։ Ես կարծում եմ, որ ձեր ուղիղ ճանապարհը venture-ային ֆոնդերի ներկայացուցիչների հետ խոսելն է, ուշադրություն դարձրեք, որ դրանք լինեն այդ pre-seed round-ին մոտ, այսինքն սկզբնական հատվածին մոտ կանգնած venture-ային ընկերությունները, որոնց տված իրանք ձեզ տալու են
ֆորմաներ, որ իրանք գնում են այդ համագործակցությանը, դուք ինքներդ արդեն այդ ֆորմաները լրացնելու ճանապարհին հանգելու եք այն հարցերին, որոնք որ շատ կարևոր է, որոնք որ ուղղելու են ձեր մտածելակերպը, որպեսզի դուք ուսանողական սովորական վիճակից ձևակերպվեք արդեն նոր կոմերցիոն եւ հետաքրքիր վիճակի, բայց որ դուք այդ արդեն հղացրել եք եւ դա իրականացրել եք, դա շատ մեծ բան է, ձեզ բրավո, ապրեք, որ այդպիսի բան եք արել։ Դուք շատ մարդկանց համար ճանապարհ եք բացում դեպի ապագան, դա շատ կարևոր է։ Երբ նորից ձեզ ջղայնացեցի, կներեք, խնդրեմ, ձեր մոտ է գալիս միկրոֆոնը։ Բարև բոլորին, Ստեփան Ազիզյանն եմ, Teams.gt մանկանխիկ թեավճարների հարթակի համահիմնադիրն եմ։ Օ, ես ձեր միջոցով թեավճարներ մուծել եմ, շատ շնորհակալություն ձեզ։ Ես ձեզ ճանաչում եմ դեռ KVN-ի նոր հայերի ելույթներից, Comedy Club-ի մասին խոսք չկա, ուսանողական տարիների, նույնիսկ դպրոցական տարիների համար մեկ հումորային հաղորդումներ։ Հարցս հետևյալն է, դուք պատմեցիք ձեր կյանքի մասին, ձեր ճանապարհի մասին, ձեր պրոյեկտների, հաջողված պրոյեկտների մասին, բայց չպատմեցիք ոչ հաջողված, ձախողված պրոյեկտներ։ Ես կուզենայի լսել դրա մասին եւ որպես խորհուրդ, որպես չգիտեմ, ուղեցույց սկսնակ բիզնեսմենների համար, սկսնակ ստարտափերների համար ինչ խորհուրդ կտայիք, որ իրանք էլ նույնպես պատվով ընդունեին ծախսերը։ Ես շատ շնորհակալություն ձեզ գովասանքի խոսքերի համար։ Ես ձեզ ասեմ մի բան, որ իհարկե անհաջողություններ, բիզնես անհաջողություններ ես եւս ունեցել եմ, դրանք շատ են, դրանք քիչ չեն։ Իմիջայլոց մի մոտարապես տարի ու կես առաջ մի անգամ իմ էլի մի քանի բիզնես ընկերների հետ միասին հաշվարկեցինք, այսինքն այդ կազինոյում ասում են լավ նշան չի, երբ որ չիպեր հետ հաշվում ես, նենց տպավորություն ոնց որ ուզում ես դուրս գալ, բայց հետաքրքիր է, ուզում եմ հասկանալ, թե վերջը օրինակ նույն ստարտափերով ավելի շատ գումար վաստակել ենք, թե ավելի շատ կորցրել ենք։ Այդ լիարժեք հաշվարկելու համար իհարկե պետք է սպասել վենչուրային ֆոնդի այս կամ այն էտապը փակելու եւ վերջացնելու մասը, բայց ես կարծում եմ, որ եթե ասենք 10 նախագծից մեկը կամ երկուսը հաջողվում են, երևի մի 4-5-ը ինչ որ տենց չի կարելի ասել հաջողում են թե չեն հաջողում, ինչ որ տենց որոշակի առումով տենց առաջանում են եւ կորում են կամ ասենք այսպես ասած մեռնում են, բայց կա ակնհայտ մեռնող մի երկու ամեն 10-ից մի երկու նախագիծ։ Ես ունեցել եմ շատ թանկ ին վրա նստած եւ ինձանից գումար տարած մեծ ֆեյլեր։ Ես ուզում եմ, որ դուք բոլորդ հասկանաք, որ ով ինչ ուզում է պատմի, իրանք աշխատում են այդ մասին չխոսել, բայց դա այդպես չի, առանց դրա անհնար է։ Այդ մինչև չլինի դու չես կարող ունենալ հաջողություններ։ Այստեղ ամբողջ հարցն է, որ դու կարողանաս ինչ որ մի ձևով կամ գուցե բախտդ բերի կամ այդ րոպեին ուղեղը հերիքի հաշվարկների համար, որպեսզի դու կարողանաս քիչ կորցնել, շատ շահել։ Բայց օրինակ մասնավորապես 20 թվականից հենց post-COVID-ի ժամանակներից սկսեցինք մեծ մի խմբի հետ իմ Ռուսաստանի ընկերների իրականացնել երկու մեծ նախագիծ, որից մեկի անունը Chips էր, մյուսի անունը Punch։ Երկուսն էլ app էին եւ այդ Punch-ը մինչեւ հիմա գոյություն ունի, Chip-ը այնտեղ անվանափոխվեց բան։ Մեծ գումարներ չեմ ուզում հիմա մասսայականացնել, որտեղ դրա մասին համաձայնություն չունեմ մնացած պարտներների հետ, բայց մեծ գումարների ներդրումից եւ մեծ ինստիտուցիոնալ տարբեր մոտեցումներից եւ մասնակցություններից հետո մենք դրանք չկարողացանք, այսինքն ինքնաթիռը լիարժեք պատրաստ մտավ ուղի, որտեղից որ պետք էր, գնաց այդ ամբողջ ճանապարհով եւ վերջում չկարողացավ թռնել։ Եվ այդ ամբողջ մեծ գումարները կորսվեցին եւ մեր ունեցած partnership-ի մարդիկ էլ փաստորեն մնացին դժգոհ այդ առումով։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ կարևոր է այդ հիգիենան։
ինվեստորների հետ փոխհարաբերությունների եւ իրավաբանական փոխհարաբերություններ են առումով, որպեսզի բոլորին դու կարողանաս ժամանակին ճիշտ ասել, զգուշացնել այն մասին, որ խնդրում եմ իմացիր, որ այսպեսի բան կա։ Եվ նույնիսկ ավելին, ասենք, եթե սիգարետների հետևում գրված է, որ չէ, ասենք, sense ատամներ են նկարած կամ թոքեր կամ ինչ-որ մի բան, ես կարծում եմ, որ ստարտափ ինվեստորների համար նմանատիպ բաներ ապետ, որովհետեւ տես որ աղքատություն նկարած լինի, հետո որ հասկանան, որ եթե դու վերջին գումարն ես ներդնում ինչ-որ ստարտափի մեջ, շատ տարբեր հնարավորություններ կա, թե ինչ ավարտը հնարավոր որ ունենա։ Ասեցի անունները, գումարները բավական մեծ են եղել, բայց ես ձեզ խորհուրդ եմ տալիս, անկեղծ ասած, ուշադիր լսեք ինքներդ ձեզ, լսեք ձեր թիմին, ոնց է, դե ասենք Ավակը Սիմոնյան շատ ավելի լավ այդ մասին կպատմի, բայց մենք որոշում ընդունում ենք 4 պարամետրի հիման վրա վենչուրային ֆոնդում։ Առաջինը, ինչքանով մենք հասկացանք իդեան։ 5 բալանոց համակարգով դրա գնահատականը տալիս ենք բոլոր պարտներներով։ Երկրորդը, ինչքանով մեզ դուր եկավ այդ իդեան։ Երրորդը, ինչքանով հավանեցինք թիմը։ Չորրորդը պարամետրերից ինչքանով հավանեցինք ֆինանսական մոդելը եւ հինգերորդը ինչքանով հավանեցինք exit strategy-ն։ Այս 5 կոմպոնենտի պատասխան հիման վրա այդ նույն AI-ը մի քանի մարդու կարծիքները գեներացնում է եւ տալիս է մի հատ ընդհանուր պատասխան, որի հիման վրա առաջանում է այն որոշումը, որից որ այս կամ այն ստարտափը մեր ֆոնդից ստանում է գումար կամ չի ստանում։ Իհարկե բոլորս էլ ունենք տարբեր վետոների հնարավորություն, որ մենք պնդում ենք, որ այսպես լինի կամ այնպես լինի, բայց իմ կարծիքով, եթե կարճ ասեմ, լավ թիմն է դրա ճանապարհը։ Ամեն հարցում է լավ թիմը ճանապարհը, բայց հատկապես վենչուրային, ստարտափային գործունեության մեջ ամենակարևոր երևույթը թիմն է, դրանից բխող բոլոր երևույթները, որտեղ հենց որ մենք այդ նախադասության վրա կլիկ ենք տալիս, իսկ ինչ բան է լավ թիմ, այդտեղ մինչև առավոտ պետք է նստենք խոսելու, որտեղ այդ ամենածանր հարցն է, որ այսօր դրան ոչ մեկ մինչև վերջ չի կարողանում պատասխանել։ Եվ քանի որ ինչպես եւ ամեն ինչը, ինչի վրա որ ներգործությունը բազմահազար սլակներով է հնարավոր նկարել, մարդը սովոր է ասել դա Աստծո ձեռքում է։ Այդ մոտարապես այտենց բան է, որ այնքան շատ է հաշվարկի միավորները, որ դրա միակ ճանապարհը որ բախտներս բերի, այսպես ասած, որպեսզի ունենանք լավ թիմ։ Ես նույն իմ կոնտենտային ձեր նայած կավեներում կամ մնացած տեղերում էլ իմ բախտս բերել է, որ ես հայտնվել եմ թիմում, հույսով եմ, որ իրանց բախտն էլ բերել է, որ ես էլ իրանց թիմում եմ հայտնվել։ Հիմա այդ արդեն ինչքանով է ոնց, այդ էլ ժամանակը դեռևս շարունակում է ցույց տալ։ Շնորհակալություն։ Մեր առաջին դուք ասեք խնդրում, այ առաջին շարքում։ Բարև ձեզ, ես Մանեն եմ, պարոն Ջանիբեկյան, դուք մի քանի անգամ նշեցիք, որ Ֆիզմատ դպրոցի շրջանավարտ եք, ինչպես նաև հետո սովորել եք Երևանի Պետական համալսարանի էկոնոմիկայի ֆակուլտետում։ Տնտեսական կիբեռնետիկա է կարևոր է։ Տնտեսական, շատ լավ։ Սակայն հետո ձեր գործունեությունը ավելի եղել է կրեատիվ ոլորտում, ու ձեր հաջողություններն են ավելի շատ հենց այդ ոլորտի մեջ են։ Ես ինքս էլի Ֆիզմատ դպրոցի շրջանավարտ եմ, ու երբ որ համալսարանի տարիներին որոշում կայացրեցի, որ պետք է սովորեմ մարքեթինգ, ծնողների կողմից, ուսուցիչների կողմից լիքը տարաձայնություններ լսեցի, ինչով է քո որոշումը պայմանավորված։ Հիմա հարցս հետևյալն է, ինչքանով է ձեր բեքգրաունդը օգնել որ ունենաք նման հաջողություններ ու առհասարակ ինչքանով է կրթությունը կարևոր ապագայում կայանալու համար։ Ես հարցը լրիվ հասկացա, ես նախ ասեմ ինքնագնահատական կրթության տեսանկյունից ես համարում եմ, որ ես շատ ու շատ ավելի մեծ տեղ ունեի կրթվելու, քան թե կրթվել եմ։ Դա եղել է ուղղակի 90-ականների սկզբում, երբ որ կրթությունը եւ կրթող համակարգերի եւ դրան նպաստող հանգամանքների բացակայություն է եղել եւ դրա համար մի շարք բաներ կիսատ մնացել եւ միգուցե նաեւ այդ կրեատիվ ինդուստրիան, հեսա դրա մասին մի քանի ցուցաղալու երևույթ էլ կպատմեմ, բայց եկեք ես պատմեմ ձեր առաջնային հարցը։ Ես հույսով եմ, որ ոչ մեկի չեմ նեղացնի, բայց ես վստահ եմ մի բանի մեջ, որ աշխարհը կիսված է երկու մասի՝ մաթեմատիկոսներ եւ մարդիկ, ովքեր աշխատում են մաթեմատիկոսների համար։ Երրորդ տեսակը գոյություն չունի։ Ֆիզմատ դպրոցը, անկախ նրանից, որ այսօր ժամանակը փոխվել է, ես ուշադիր հետևում եմ դպրոցի հաջողություններին։ Մեր դպրոցը լեգենդար դպրոց է, մեր դպրոցը տվել է նենց շրջանավարտներ, ումով պետք է հպարտանալ եւ դրանք շատ հզոր մինչեւ այսօր իրենցից միավոր ներկայացնող մարդիկ են։ Այլ կերպ ասած, եթե մի քիչ ավելի մարքեթինգային նախադասություններով խոսենք, մաթեմատիկան դա ուղեղի ամենագլխավոր ֆիթնեսն է։ Եթե դու մաթեմատիկայում ուժեղ ես, մնացած բոլոր ոլորտներում մասնակցություն ունենալու համար մեծ
ջանքեր պետք չեն, որովհետև ընդհանուր առմամբ ուղեղը ճկուն է, արագ է մտածելակերպը եւ մի շարք այլ հանգամանքներ։ Հիմա ինչ որ վերաբերվում է կրթության կարեւորությանը, դե ասեցի, ես կուզենայի լինեի շատ ավելի կրթված, այդ առումով ասեմ մի բան, որ տղաները, որոնք որ պատճառ են հանդիսացել, որ ես եղել եմ կրեատիվ ինդուստրիայում եւ այսպես ասած հասել եմ հաջողությունների, երբ որ իրենց հետ խոսում ենք, իրենք ասենք մեկ կարող է հեգնանքով ասեն, որ այ որ մենք չլնեինք, դու չէի լինի այսքան հաջողակ, որովհետեւ մենք քեզ բերեցինք այսինչ օրը, այսինչ տեղը մտար ես ինդուստրիայի մեջ հիշում ես, ես զանգեցի, ես ասեցի սենց եղավ, ես ասում եմ, հələ խնդրում եմ այդ դեպքը հստակ հիշեք, ոնց ա եղել, նորից պատմա, սենց ա եղել, ասում եմ, այ դու ես մեղավոր, ասում եմ, ինչի, ասում որտեղ որ դու չլներ, ես իսկականից լուրջ հարուստ մարդ կլնեի լրիվ ուրիշ ինդուստրիայում, այ ուզում եմ ասել, սա շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, որ կրեատիվ ինդուստրիան դա եղել է հանգամանքների եւ ժամանակի բերում։ Դա երբևիցե չի եղել իմ, ասենք, ինչ-որ մանկության երազանքը կամ ինչ-որ մի այլ պատմություն։ Բայց նույնիսկ անդրադառնալով մենք նախորդ հարցերից մեկում երեխաների մասնագիտության մասին էինք ասում, բայց ամենայն դեպս այդ մասնագիտությամբ եւ այդ ոլորտով զբաղվելու ընթացքում ես 100 կիլոմետրին վառում եմ 1.5-ից 2 լիտր բենզին, այսինքն շատ չի իմ ջանքս դրա մեջ։ Ես չեմ տանջվում, ես առավոտյան աշխատանքի գնալուց չեմ մտածում այդ մասին։ Հետո ես միշտ էլ ընտրում եմ նենց աշխատանքի ձևեր, որտեղ որ այդ պատասխանատվությունը լինի իմ համար ընկալելի, հասկանալի եւ ինչ որ մի առումով ընդունելի։ Կարծում եմ ինչ որ առումով պատասխանեցի ձեր հարցին։ Շնորհակալ եմ շատ։ Խնդրում եմ ձեր կողքի գծավոր Բարև ձեզ, ես Հայկ Կարապետյանն եմ, Armdron համայնքի հիմնադիրը, Հայաստանում զբաղվում ենք FPV դրոններով, FPV դրոնների հետ կապված ամեն ինչով, ուսուցում, կրթական ծրագրեր, մրցույթներ եւ այլն։ Հարցս հետեւյալն է, խոսք գնաց սկզբում ամենապոպուլյար ոլորտներից մեկի մասին, AI-ի մասին, ինքս համարում եմ ոնց որ երկրորդ ամենապոպուլյար ոլորտը FPV դրոնները, ինչ եք կարծում, ճիշտ է իմ կարծիքը, ըստ ձեզ էլի, ու հարցիս երկրորդ մասը, արդյոք FPV դրոնները այս ռուս-ուկրաինական պատերազմի պոպուլյար դառնալուց հետո, այդ պատերազմի ավարտից հետո իրանք կլինեն նույնքան պոպուլյար, նույն ինտենսիվությամբ կզարգանան ու արդյոք իրանք ընդհանրապես պետք են մարդկանց, թե չէ։ Ու ոնց որ կողքից ինվեստորները կամ այլ մարդիկ ոնց են նայում այս ոլորտին, արդյոք իրանք միանգամից ընկալում են դա որպես military, թե նաև կարա ոնց որ քաղաքացիականով դիտարկվի ու ոնց որ հարցը հասկացել եմ արդեն։ Հա։ Ուրեմն իհարկե, ինչպես նաև ոչ միայն դրոնների ոլորտում, այնպես էլ մի շարք ուրիշ, եթե հիշենք 20-րդ դարի շատ պատմություններ, ասենք մի ամբողջ երկիր Իսրայել, ինքը կրկնակի Նազնաչենիայի ապրանքներ ստեղծելու մեծ բան ունի, հմտություն ունի։ Ես նկատի ունեմ, որ դրոնը այս դեպքում դրոնների կյանքը դեռ նոր սկսվում է։ Այսինքն իր զինվորական նշանակությունը կամ անվտանգային նշանակությունը, եկեք ավելի հստակ բառով արտահայտվենք, առաջնայինը չի, այսօր այնպես ստացել, որ դա առաջնայինն է, բայց չէ, որ դա օպտիմիզացնելու է մի շարք տրանսպորտային պրոցեսներ, դա օպտիմիզացնելու է, դա իրանից մի շարք շոու երևույթներ ներկայացնելու, այսինքն դա այնքան դեռևս առաջ գնալու տեղ ունի, որ ամբողջ, ասենք, ոլորտներ վերածվելու են դրոնիզացիայի, եւ այդ առումով վստահաբար ես համոզված եմ, որ դրոնը եւ որպես ինվեստիցիոն ինդուստրիա եւ որպես զարգացող աշխատանքի առումով որևիցե մեկը մտածելու բան չունի, դրոնը դա վստահաբար առաջնային եւ ամենակարևորագույն դերակատարում ունի։ Նորից եմ ասում, քանի որ հատկապես այդ որ ինքը անվտանգային ոլորտում այսօր մեծագույն նշանակություն ունի, այդ ոչ թե վատ նորություն, այլ լավ նորություն է, որովհետեւ մի շարք քաղաքացիական սպասարկման ոլորտում երևույթներ իրենց անցյալը կապված է եղել անվտանգային կամ ասենք զինվորական ռազմական ոլորտներից, իրանք ընդեղից են եկել։ Այդ ուղղակի ռազմական երևույթներ եւ անվտանգային իրանք առաջնային նշանակություն ունեն երկրների համար եւ դրա համար ինվեստիցիոն փուլերը առաջնային գնում են այնտեղ եւ այդտեղ զարգացումների մի մեծ շղթա է առաջանում, որի տարածման ձևը նաեւ պետքա քաղաքացիական ոլորտներում։ Ինչպես նաեւ օրինակ նման օրինակ է, օրինակ COVID-ի ժամանակ, երբ որ ունեցանք
մեծ տրագեդիաներ, բայց այդ տրագեդիաների հետ միասին COVID-ը օգնեց, որպեսզի pharmaceuticals ոլորտ լցվեն այնքան գումարներ, որ պատմության ընթացքում երբևիցե այդքան հնարավորություններ չեր եղել, ինչի պատճառով մինչև այսօր ուղղակի մեծ կտորներով մեծ բացումներ որ տեղի ունեն, օրինակ ինչ որ ոչինչ չասենք մենակ թե որ ասենք Ozempic-ի մասին, որ դանիացիները Novo Nordisk ընկերությունը հորինել է, որով դարձել է Դանիայի GDP-ով Դանիային հավասար, այսինքն Դանիայի կամպանիաներից մեկը երկրի նմանատիպ հնարավորություններ ունի, սա էլ ուզում եմ ասեմ, երբ որ տարբեր երևույթները առաջանում են մի այլ պատճառով հանկարծակի առաջ են ընկնում, որ լուծումը մարդկության մեծագույն խնդիրներից մեկը ճարպակալում, ասենք, եթե այդ դեղը մի քիչ շատ տարածվի, աշխարհում չաղ մարդ չի լինելու, մոտավորապես մի 15 տարի հետո, որովհետև դրա ձևը գտել են, հասկանում են ոնց է լինելու այս կոմենքում։ Կարծում եմ, որ դա է, դրոնիզացիան ունի մեծագույն ապագա, դրա մեջ մասնակցությունը Հայաստանում, դե Հայաստանն էլ աշխարհի մի մասն է, տարբերություն չկա, իսկ ես այդտեղ չեմ նայում, ասենք կարող եմ մենք Հայաստանի առումով ինչ-որ մի բան մի քիչ ավելի արագ լինի կամ ինչ-որ մի բան մի քիչ ավելի դանդաղ լինի, բայց որ ասենք ամբողջ աշխարհում ինչ-որ մի բանը լինի եւ Հայաստանում չլինի, դες ոնց չի կարող լինել, որովհետեւ նորից եմ ասում, եթե դուք Վրաստանից պետք է ինչ-որ մի հատ բեռ ստանաք, դուք այդ բեռը ինչ-որ մի պահի ստանալու եք դրոնով, եթե դա Հայաստանում այդ դրոնը չկա, ուրեմն ուրիշ դրոն է ձեզ բերելու դա։ Տարբերություն չկա, պարզ օրինակներ եմ բերում, միգուցե մի քիչ տափակ, բայց ասածս վերաբերում է նրան, որ եւ անվտանգայինի առումով էլ չխոսենք, այսինքն ես ուղղակի դրա մասնագետը չեմ կարող երկար պատմել եւ բացատրել, թե դրոնները իրենց վրա ներդրված գումարի եւ իրենց հզորության առումով ճիշտ ճանապարհ արդյոք թե ոչ, եկեք անկեղծ լինենք, բաներ կա, որ եթե չգիտեմ, ասում եմ չգիտեմ։ Չէ, իհարկե դրա մասնագետն եմ, ուղղակի ինձ հետաքրքիր է ոնց որ որպես ինվեստորի կամ ինվեստորի տեսանկյունից դրոնների կյանքը դեռևս չի էլ սկսել, այդ եմ ասում, այսինքն դեռ ամեն ինչ առջևում է։ Էս է իմ ասածը։ Շնորհակալություն հնարավորության համար, իդեպ ես էլ KVN-ը բավական շուտվանից փոքր տարիքից տես նայում եմ ու բավական տես հետևում եմ։ Շնորհակալություն։ Հա, շնորհակալություն։ Ձեր եթե միկրոֆոնը տակ ձեր հետևի աղջիկա։ Այնտեղ մի հատ աղջիկ հարցեր ուզում տալ։ Ներկայանեմ, ես Մարին եմ, կամավոր, լինելով մարդ, ով կանգնած է երկու սերունդների միջև ու քաջ ծանոթ է երկու ծերունդներին, կարող եք առանձնացնել երկու հիմնախնդիր, որը կա մեկ սերունդի մեջ, բայց մյուս սերունդի մեջ դա համարվում է որպես դիտարկում հարաբերություն։ Կարող եմ։ Օրինակ մեր սերունդի տարբերությունը իմ երեխաների սերունդից հանդիսանում է նրանում, որ ես այդ թեմայով ունեցել եմ մի շարք տարբեր դասախոսություններ եւ դրա ջատագովն եմ հանդիսանում, որ մեդիայի ներթափանցումը աշխարհը լիարժեք փոխել է։ 2005-ից 2013 թվականի ընթացքում, երբ որ աշխարհում հանկարծակի հայտնվեցին 3.5 միլիարդ աղբյուրներ, որտեղից մարդը ինֆորմացիայով է օգտվում, դա փոխել է ամբողջ աշխարհը։ Մոտավորապես պատկերացեք, այսինքն մինչև 2003-5 թվականը ամբողջ աշխարհում կար 120,000 աղբյուր, այսինքն ձեր դպրոցի պատի թերթն էլ հետը հաշված 120,000 հատեր, բոլոր կաբելային ալիքները, բոլոր ռադիոընկերությունները, բոլոր թերթերը ամբողջ աշխարհի, դրանք 120,000 հատ էին։ Հիմա դա 3.5 միլիարդ հատ է։ Այդ ինչ նշանակում է, այդ նշանակում է, որ մարդը նրա վրա հավանական ներգործությունը գալիս է ոչ թե 120,000 կետից, այլ 3.5 միլիարդ կետից։ Դրանից կարելի է դուրս բերել, որի շուրջ ես աշխատում եմ, ինֆոկալորիայի գաղափարը, որ մարդը ստանում է այլ ինֆոկալորիա, քան թե նա ստացել է մինչև 2005 թվականը։ Այսպիսով ես պնդում եմ, որ մարդը նույնը չի։ Մարդը, որ եղել է մինչև 2005 թվականը եւ մարդը, որ կա 2013-15 թվականից հետո, դրանք կատարյալ տարբեր մարդիկ են։ Մոտավորապես նույնն է, ոնց որ իմանանք, որ վաղ առավոտյան օդի ճնշումը լինելու է ոչ թե 760 մմ սնդիկիսյուն, այլ լինելու է, ասենք 2400, ու մենք նույն կերպ պետք է մեր կյանքը շարունակենք։ Չէ, մենք մեր օրգանիզմը չի դիմանալու դրան։ Ինչի՞ չենք մենք մոտավորապես նույնը ուզում պատկերացնել, որ այդ ինֆոկալորիականության առումով մենք ինֆոշաքար ենք ստանում, որտեղ հնարավոր չի այդքան կալորի անցնել, հնարավոր չի կողմնորոշվել եւ չկա այդ ինստիտուցիոնալ մոտեցումը, ըստ որի որ այդ ստացվել է։ Սա որպես պրեամբուլ է ձեր ասացին։ Դրա պատճառով այս սերունդը, որ կերտվել է այդ իմ ասած ժամանակահատվածից հետո, ինքը ունի մի շարք պրինցիպիալ տարբերություններ ոչ միայն մեր սերունդից, այլ նաեւ մնացած բոլոր սերունդներից, որոնք որ մինչև այդ եղել են։ Նրանց փոփոխությունը կատեգորիկ է, առաջին հերթին իմ կարծիքով գոյություն ունի գլոբալ մոտիվացիայի պակաս, որովհետև մոտիվացիան, որով որ նոր սերունդը մեր ժամանակվա մոտիվացիան իմ կարծիքով եղել է շատ ավելի զորեղ, այսինքն մարդիկ շատ մոտիվացված են եղել եւ այդ խաղը եղել է շատ ավելի
իրական այն տեսանկյունից, որ եթե դու սովորում ես, եթե դու ջանում ես, տքնում ես, դու ինչ որ հաջողություններ ես հասնում, եթե չես ունենում, դու անհաջողակ ես լինում։ Հիմա մի հատ ինչ որ բան է, տենց շերտ է առաջացել, որ դու ոչ մի բան էլ չանես, դու ինչ որ մի բան կանես։ Մի հատ տենց ինչ որ անհասկանալի շերտ կա, որը որ այդ նորից ես դա կապում եմ այս մեդիա կալորիականության եւ ես որտեվ ակնհայտորեն այս մեդիա կալորիականությունը բերել է նրան, որ ժամանակի ընթացքում աշխարհի բոլոր մարդիկ նույնիսկ եթե ոչ մի բան չանեն, իրանց ոչ մեկ չի թողել որ իրանք մեռնեն, որովհետեւ իրանք պետք են բոլորին։ Այսինքն չեն թողելու որ ինքը սոված մնա, չեն թողելու որ ինքը անօթի մնա, բայց չեն էլ թողելու որ չեն ոչ թե չեն թողելու, այլ չեն ոչ թե նպաստելու որ հարստանա, այլ նպաստելու որ ինքը որպես user, որպես մնացած ամեն առումով լինի այդ։ Հիմա ըստ էս իմ ասած մի քիչ գուցե ավելի ուրիշ գլոբալ դաշտ տարա ձեր ասածը, բայց իմ կարծիքով սերունդների մեջ կա կոնցեպտուալ տարբերություն, ըստ նրա որ դե էլ չեմ ասում որ կրթական ցենզի տեսանկյունից եւ մոտեցման մասշտաբային, ասենք մենք սովետական ժամանակի ժողովուրդ ենք, այդ սովետական ժամանակի կրթական եւ մեզ հետաքրքրող արժեքների տեսանկյունից մենք եղել ենք մի քիչ այլ տրամաբանության մեջ։ Այստեղ գուցե մենք ավելի թույլ ենք եղել, քան այս նոր սերունդը, ձեր սերունդը, բայց ինչևից է, այդտեղ իմ կարծիքով մի շարք տեղերում ավելի շահեկան է մեր սերունդի առումով, մի շարք տեղերում ավելի շահեկան է լինել ձեր սերունդի առումով, բայց իմ կարծիքով առաջնային պատասխանը դա նոր սերունդի մոտ մոտիվացիայի այլ տեսակի լինելն է եւ կամ դրա բացակայությունը։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Շուկազյան, շատ ուրախ եմ, որ դուք այստեղ եք եւ հարց լսելու ձեզանից հնարավորությունն է։ Նախ ուզում եմ ասել, որ երևի ապուպապը մաշտոցն է եղել IT-ի, ոչ թե ես, որովհետև առաջի IT տեխնոլոգիան էր, որ հայերը փաստորեն այն ժամանակվա համար տարածեցին, ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Դրանից հետո երկրորդ երևի կարևոր այս 1600 տարվա մեջ մյուս ապուպապը եղել է տպագրության գյուտից հետո, երբ որ Մխիթար Սեբաստացին կարողացավ հասկանալ թե ինչ հեղափոխություն է տեղի ունեցել Եվրոպայում եւ առանց պետության կարողացավ նոր մոդել ստեղծել մշակույթի, կուլտուրայի եւ տարածել, էդ էր IT տեխնոլոգիա իր ժամանակի համար, որտեղ information technology-ն անպայման չի կոմպյուտերը լինի։ Դա վերջի հատվածում է կոմպյուտերը։ Եվ հիմա այս վերջինը ինչ որ դուք ասացիք այդ ինֆոկալորիաների վերաբերյալ, այսինքն նոր իրավիճակ է ստեղծվում, հատկապես հիմա, որ ինտերնետից հետո այս AI-ը բացարձակապես նոր վիճակ է բերում եւ այդտեղ իմ հարցս ուրեմն վերաբերվելու է խոհափիլիսոփական մասին, որը ամենասկզբում հարց տրվեց, որտեվ այն քանակությունը մտավոր աշխատանքի, որը մարդկությունը անում էր, հիմա տեղափոխվելու է մեքենաների վրա եւ մարդիկ լրացուցիչ ազատության մեծ աստիճան են ստանալու։ Մարդկության ցիվիլիզացիաների պատմությունը ցույց է տալիս, որ այդտեղ երկու հնարավորություն կա ցիվիլիզացիաների համար, ինչպես օրինակ Հնդկաստանում, Եգիպտոսում օրինակ, երբ որ Նեղոսի բարարումները կապեցին աստղերի հետ, հասկացան ոնց կարելի է շատ ավելի հարստություն ստեղծել է դրա հաշվին, մեծ էներգիա ավելցուկ ավելացավ, ուտելիքի եւ այլն, եւ մարդկանց այդ էներգիան ուղղվեց բուրգեր սարքելու վրա։ Այդ ցիվիլիզացիան ապագա չունեցավ։ Եկավ հասավ մի տեղ, որտեղ այդ ամբողջ ազատված էներգիան չտարավ դեպի ավելի բարձր ցիվիլիզացիա։ Եվ հիմա փաստորեն եթե նայենք ուրիշ ցիվիլիզացիաներ, մենք տեսնում ենք, որ ասենք քրիստոնեության հայտնվելը Հռոմից հետո փրկեց ինչ որտեղ արևմտյան ցիվիլիզացիան, որովհետև այդ էներգիաները, որ բացվել էր, իրենք ավելի հոգևոր բանի ուղղեցին եւ ստեղծագործական շատ ավելի բարձր մակարդակի հասան։ Հիմա մենք որպես ցիվիլիզացիա կանգնած ենք ճամփաբաժնի առջև, ըստ իս, եւ ձեր կարծիքը կուզեի իմանալ, որովհետեւ եթե այն ավելցուկը, որը ավելանալու է առաջիկա 10-15 տարում, ես կարծում եմ ձեր հետ համաձայն եմ, որ հսկա փոփոխություններ են գալի, որոնք նախորդ երևի 50-100 տարվա սեղմվածքն է լինելու առաջիկա 15 տարիներին, մարդկությունը եւ նաեւ հայ ժողովուրդը կանգնած է լինելու այդպիսի արժեքային խնդրի առաջ եւ venture կապիտալիստները շատ հետաքրքիր է որ Silicon Valley-ում, ասենք Peter Thiel-ը եւ Musk-ի խումբը այդ ամբողջ խոսում են ոչ միայն զուտ բիզնես լոգիկայով, որը առաջվա 30 տարիները բավական մեծ հաջողություն են ունեցել իրանք, այլև սկսում են խոսել քաղաքական նոր լեզվով, որը շատ կրոնական, այսպես աստվածաբանական լեզու է, political theology, ասենք նույն Peter Thiel-ը։
Եվ այդ հարցերը փաստորեն բերում են պահպանողականության նոր ալիքի ամբողջ աշխարհում։ Այսինքն մարդկությունը հասկանում է, որ այն արագությունը, որով ինքը զարգացել հասել է, ինքը չի հասցնում բավարար չափով յուրացնել։ Եվ դրա համար արժեքների եւ հատկապես քրիստոնեական արժեքների դերը կտրուկ մեծանում է, եւ մենք տեսնում ենք դա եւ Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում եւ ցավոք սրտի Հայաստանում արտահայտվում է շատ տխուր ձևով։ Այս ամբողջի վերաբերյալ, այսինքն արժեքների վերաբերյալ է։ Ես լրիվ հասկացա, շատ շնորհակալություն հարցի համար։ Դե ձեր հարցը եւս մեկ անգամ դե հասկանալի է, որ մենք այդ մասին խոսենք եւ խոսենք երկար եւ խոսենք, ինչքան խոսենք, այնքան կխոսվի, այսինքն սա շատ մեծ եւ շատ ծավալուն թեմա է։ Ես կարծում եմ, անկեղծ ասած, որ իհարկե, ասենք, եկեք սուբ հարց առանձնացնեմ ձեր ասած հարցից, ինչն է պատճառը, որ այնպիսի ռացիոնալ եւ ցինիկ մտածելակերպ ունեցող մարդիկ ինչպիսիք են, ասենք, Տիլը կամ եւ մնացած ընկերները, որոնք որ Silicon Valley մեծագույն եւ այսօրվա առաջընթացը կազմակերպած մարդիկ են, ինչն է պատճառը, որ այդ մարդիկ այսօր ոնց որ թե փոխում են իրենց կարծիքը եւ մոտեցումը։ Իմ կարծիքով դա հետեւյալն է, որ փոքրացնենք մասշտաբը, նման բաներ մենք բոլորս փոքր հարցերի մեջ անում ենք։ Երբ որ հասկանում ես, որ մի բանի մեջ դու ունես խորը մեղավորություն, եւ դրա մասին գուցե եւ ոչ մեկ չի հասկանում, բայց դու ինքդ քո մեջ հասկանում ես, որ այդ արագացման մեջ ես էլ եմ փայտ գցել այդտեղ, որպեսզի այդ ամեն ինչն արագանա եւ դա արել եմ մեծ հաշվով իմ անձնական հնարավորությունները մեծացնելու եւ գումար ձեռք բերելու համար։ Իրանք համ այդ մեղքի զգացումը մեկ ըստիս եւ երկրորդ ավելի կարեւորը այն համակարգը, այն արժե համակարգը, այն ցիվիլիզացիան, որի համար իրանք նորովի քարոզում են, միայն այդ ցիվիլիզացիան իրանք թույլ կտա, որպեսզի էլի ռացիոնալ կերպով իրանք կարողանան ծախսել այն ինչ որ ունեն, որովհետեւ այդ արագությունը, որով որ իրանք գնում են, հասկանալի չի թե ուր է տանում։ Այսինքն մարդը երազում է ինչ որ մի բանի մասին, երբ որ այդ իր երազածը ունենում է, հասկանում է, որ իրականությունը գնացել է այլ տեղ, այդ ինչ որ դու երազում ես, քեզ այդքան պետք չի։ Բայց դու դրա մասին երազել ես, այսինքն ինչ ես դու ուզում անես։ Դու ուզում ես նենց անես, որ քո տրեկը արագանա դու քո երազանքին հասնես, բայց մնացածը կանգնի իր տեղում, որպեսզի դու տես լիարժեք են հաճույքը ստանաս, ինչի համար որ այդ երազանքն առաջացել է։ Իմիջիալոց ստեղ էլ շատ մի հատ կարևոր բան, որ ես կուզենայի հատկապես երիտասարդների համար, ոչ ձեր, որտեղ դուք դրա նորից մեծ մասնագետն եք, դուք նկատել եք, որ աշխարհում բոլոր մարդիկ, անկախ նրանից եւ հատկապես IT ժողովուրդը, ամբողջ կյանքի ընթացքում անում են հազարավոր ռացիոնալ եւ ճիշտ որոշումներ, որպեսզի վաստակեն ռեսուրսներ, որպեսզի այդ ռեսուրսը անհասկանալի միտեղ ծախսեն։ Այդ շատ անտրամաբանական բան է, այսինքն քչերն են, որ կարողանում են փիլիսոփայորեն ծախսել։ 90 եւ ավել տոկոսը եւ այդ մարդկանց ծախսածի ոչ ռացիոնալությունը, որ նայում ես, հետ ես վերադառնում, փորձում ես հասկանալ, բայց դու այդքան տանջվել ես, այս ամեն ինչը սարքել ես նրա համար, որ ես հիմար որոշում ընդունես։ Այսինքն ես չեմ բացառում, որ ինչ հետևության եմ գալիս տեղից, որ գումար վաստակող եւ գումար վատնող մարդիկ, դրանք շատ հաճախ նույն մարդու մեջ ապրում է երկու տարբեր մարդ։ Այն առաջինը լավ կրթված, ճիշտ եւ ամեն ինչը ճիշտ անողը, բայց հենց որ գալիս է երկրորդը, այսինքն այդ մարդը շատ եմ ես հանդիպել, այդ մարդը օֆիսից դուրս դժբախտ է, ինքը ոչինչ չի կարողանում անել։ Իմիջիալոց մի բան էլ ասեմ, այսօր տղեկ ես խոսալուց ասեցի, որ երեք Սերգեյի հետ ենք այդ մասին խոսում, երևի ասեցի, որ ես դրա մասին անպայման ձեզ կասեմ։ Դուք նկատել եք, որ աշխարհում կան բազմահազարավոր կրթական դպրոցներ, ինստիտուտներ, համալսարաններ, ակադեմիաներ, ամեն ինչ կա, որտեղ քեզ սովորացնում են փող աշխատել, բայց մի հատ ՊՏՈ-ի տեղ չկա, մի հատ սովորական դասարան չկա, որտեղ սովորացնեն փող ծախսել։ Մարդկանց մոտ տպավորությունն է, որ դա գիտություն չի, այդ կարևոր չի, ինչ որ մի կերպ կծախսենք։ Ես կարծում եմ, որ սա կյանքի մեծագույն անարդարություն է, ուղղակի ժամանակը այնպես է ձևավորվել, որ մարդիկ այնքան գումար չեն ունեցել, որպեսզի առաջանան նմանատիպ ֆակուլտետներ։ Բայց որ ձեզ մի բան ասեմ, երբ որ սկսում եք խորանալ այդ թեմայի մեջ, հասկանում եք, որ դա շատ ավելի դժվար է ու դժվար գործ է։ Դե փող աշխատելը արդեն դա շատ հասկանալի է։ Այստեղ որ այսքան կրթվես, այսքան որ ես անես, այսքան որ ես անես, պլյուս մինուս այսքան գումար կստանաս։ Իսկ թե ինչ ես անելու այդ գումարով, այդտեղ էլ մի առումով ասենք շատ տափակ է ամեն ինչը, այս շորը, այս ռեստորանը, այս ճանապարհորդությունը, բայց միգուցե այդտեղ էլ բաներ կա, որ մարդիկ կան, որ դրանց ուղես ընդեղ, որպեսզի գնան եւ մտածեն եւ հետաքրքիր առաջարկ տան մեզ բոլորիս։
Պարոն Շուկազյան, կարծում եմ, որ մասնակիորեն ես կարողացա եւ հատկապես վերջում ձեզ շատ շնորհակալություն, որ ստեղ եք։ Ես խոստանում եմ ամեն տարի, եթե իմ co-founder ընկերները ինձ չկանգնեցնեն, ես անպայման գամ եւ ձեր հետ շփվեմ։ Դա ես ձեզանից շատ ավելի շատ էներգիա եմ ստանում, քան թե դուք ինձանից։ Ձեզ շատ շնորհակալություն ամեն ինչի համար։ Շնորհակալություն, պարոն Ջանբեկյան։ Այո, սա Big Campfire Talk-ներ։